Հոկտեմբերի 27-ը Վրաստանում նշվում է ուսուցիչների օր։ Բոլոր կրթական հաստատություններում ժպտում ու վառվռուն դեմքեր են, իսկ աշակերտները երջանիկ են, քանի որ ուսուցիչների օրը վերածել են իսկական տոնի։ Այսօր հոկտեմբերի 27-ն է, շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, ես բոլորին շատ եմ սիրում, քանի որ այսօր նրանց համար մեծ տոն էր, մենք բոլոր ուսուցիչներին նվիրել ենք ծաղկի փնջեր, նրանք բոլորը ուրախացան, բոլորը մեզանից շնորհակալություն հայտնեցին, բոլորին մաղթում ենք ջանք եւ եռանդ, որպեսզի կարողանան բոլորը այս մեկ տարին մեզ համար անցկացնեն, որպեսզի մենք լավ սովորենք։ Ուսուցիչ, վարպետ, ով մաքուր ու անբիծ երեխային դարձնում է մարդ։ Նրա հոգում նկարում աշխարհի գույները, գույներ, որոնք պիտի ուղեկցեն նրանց ողջ կյանքի ընթացքում։ Ուսուցիչներին հարկավոր է միայն մեծարել, քանի որ հաճախ նրանց աշխատանքի արդյունքում կայունանում են արժանապատիվ մարդիկ։ Նրանց տարիների վաստակը տալիս է արգասաբեր արդյունք։ Ինչ կցանկանայի, այսօրվա կապակցությամբ ես ցանկանում եմ իմ գոլեկաներին եւ ընդհանրապես բոլոր ուսուցիչներին ցանկանում եմ նախ քաջ առողջություն, հետո համբերություն այս դժվարին ու պատասխանատու աշխատանքում։ Դժվար է մանկավարժի աշխատանքը շատ, այո, որովհետև գործ ունի կենթանի մարդու հետ, երեխայի հետ, նրա հոգեբանության հետ, այո, դժվար է։ Եվ կցանկանայի նաև նորանոր հաջողություններ մանկավարժներին ուսուցման process-ում հասնեն թող նորանոր ձեռքբերումների եւ հաջողությունների։ Սկսած տարական դասարաններից մինչ տնօրինություն այս գեղեցիկ օրվա առիթով շնորհավորում են բոլոր ուսուցիչներին։ Այսօր իր շնորհավորանքն ուղեց նաև քաղաքի թիվ 3 հանրային դպրոցի տնօրենը, մաղթելով գործընկերներին համբերություն, տոկունություն ու եռանդ։ Ուզում եմ շնորհավորել բոլոր ուսուցիչներին իրենց տոնի կապակցությամբ։ Ցանկանամ ուսուցիչներին առողջություն, համբերություն ամենակարևորը, քանի որ ուսուցչի աշխատանքը շատ դժվար աշխատանք է, այնտեղ պետք է հմտություններից բացի նաև պետք է համբերություն, որպեսզի եւ լավ յուրաքանչյուր ուսուցիչը պետք է լինի լավ հոգեբան, որպեսզի կարողանա ճիշտ հասկանալ յուրաքանչյուր երեխայի հոգեբանությունը եւ դասավանդելու ժամանակ պետք է յուրաքանչյուր ուսուցիչը ձգտի, որ քիչ սխալներ թողնի, քանի որ ուսուցչի սխալը աշակերտի վրա անդրադառնում է այլ կերպ եւ ուսուցչի սխալը կարող է աշակերտի համար լինել ճակատագրային, քանի որ ուսուցիչը այն անձն է, որը կարող է բացահայտել աշակերտի մեջ իր ուժեղ եւ թույլ կողմերը եւ աշակերտին ճիշտ ուղով տանել, իսկ դրա համար պետք է իհարկե շատ ջանասեր աշխատանք աշխատելու համար դպրոցը միայն այն չէ, որ ասենք մտնում ենք դասարան, դասը վարեցինք, դուրս եկանք, ոչ, բոլոր ուսուցիչներն էլ դասից հետո դուրս գալուց դասարանից պետք է մտածեն, թե ինչ տվեցին այսօր նրանք աշակերտներին, ինչ գիտելիքով է աշակերտը այսօր դուրս գալիս դպրոցի շեմից, իսկ դա հսկայական աշխատանք է, ծավալուն աշխատանք է, իսկ աշխատելու համար պետք է ջանասիրություն։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ, ձեր բազմաչարչար աշխատանքը թող լինի գնահատված, ու որ միշտ վայելեք ձեր կրթած սերունդների հարգանքն ու նվիրումը, որ փայլեք այսօրվա վառ ծաղիկների նման, որոնք ձեր գրկում են։ Ցեզ դեսա ես նորից, բայց արդեն ջերմգած ավելի Եվ գիտեմ, որ մեկն է այդ սպիտակ մասերից եղել է իմ մեղքով երևի համբուրում է ձեզ հիմա և գլուխ եմ խոնարհում Ինձ համար երկրորդ ծնող աշխարհում երկրորդ ծնող
դարձնող աշխարհում աչքերիդ լույսերա հարասան անցել եմ իմ ջահել աչքերի և գիտեմ որ դուք ինձ հիշել եք անընդհատ ինչպես որ հիշում եք բոլորի